Իմ հետևորդներից մեկը, նա դեմ չի եղել, որպեսզի ես իր անունը նշեմ, Արտուր Թումասյան, ռեժիսոր, ԱՄՆ-ում է ապրում, ողջույններս Արտուր ջան, ինձ մի սենց հարց էր տվել, որ դա նորմալ է, որ ես մահվանից չեմ վախենում։ Դե իհարկե ես ինչ պատասխան տվեցի, եթե ձեր մեջ էլ կան այդպիսի մարդիկ, լսեք, երկու դեպքում է այդպես լինում, երբ որ դու անցյալում ինչ-որ շատ ուժեղ ստրես ես տարած լինում, շատ ուժեղ նեգատիվ ես տարած լինում եւ այլևս քեզ ոչինչ հետաքրքիր չի անգամ կյանքը եւ երբ որ դու այնքան մոտ ես Աստծուն, այնքան հոգեվոր ես, որ գիտես 100% վստահ ես ինչ է լինելու մահվանից հետո, ուրեմն դու այդ վախը չունես։ Դա եկեք չասենք ընդհանրապես, այնքան քիչ է, որ գրեթե չունես։ Արտուրը ասեց, որ ուրեմն այդ երկու դեպքերն էլ իր մոտ կա, բացի այդ ինքը ասեց, խնդրեց որպեսզի ես ձեզ փոխանցեմ, որ նա երկու անգամ կլինիկական մահ է տարել, մահացել է, մեկը 1 տարեկանում, մեկը 17 տարեկանում, 17 տարեկանին դեռ չենք հասել այդ պատմությունը, բայց 1 տարեկանում եկեք կարճ պատմեմ, ինքը չէր ուտում եւ այնպես է լինում, որ իր հայրը մտնում է մի օր սենյակ եւ տեսնում է, որ նա չի շարժվում, մահացած է, մայրը գալիս է, հորը խնդրում է, որպեսզի այնուամենայնիվ հասցնեն հիվանդանոց, հասցնում են եւ ռեանիմացիա են անում, հետ են բերում եւ ասեմ ավելին, նա հիշում է այդ հիվանդանոցի պատերի գույնը, թե ինչպիսի խալաթեր իր մայրը հագել, թե ինչպիսի պատուհաններ էր, թե որտեղ էր գտնվում այդ հիվանդանոցը, դե պատկերացեք 1 տարեկան երեխան ոնց կարող է հիշել, այսինքն այո, նա եղել է Աստծու մոտ եւ միգուցե եւ չհիշելով իր ենթագիտակցության մեջ այն ծրագիրն է գնացել, որ նա այլևս չի վախենում մահվանից։ Ժողովուրդ ջան, էս է ուզում ասել, լավ օր ձեզ։